հարգելի ուսուցիչներ, ծնողներ, մենք կախվածությունների բուժման ազգային կենտրոնից ենք, ես կենտրոնի տնօրենի խորհրդականն եմ, անունս Նայիրի Փեթակչյան եւ Իլոնա Հովանիսյանը մեր կենտրոնի հոգեբանը, մենք այսօր ձեզ հետ կխոսենք կախվածություններից, ավելի մանրամասն, ոնց ճանաչել կախվածությունները, ոնց պայքարել դրանց դեմ, որ կանխենք այդ արհավիրքը, որը եկել հասել է մեր օրեր։ Ձեզ շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք գտնվում։ Ուզում եմ ասեմ, որ այս թեմայի մասին եւ այս խնդրի մասին խնդիրը եղել է բավականին երկար տարիներ նաեւ առաջ։ Տասնամյակներ առաջ այս խնդիրը մենք ունեցել ենք։ Ժամանակին ընթացած խնդիրը բավականին էսկալացիա է ապրել։ Էսկալացիա ապրել նրա հաշվին, որ նյութերն են բավականին սինթետիկ դարձել, նյութերի փոխանակումը, ձեռքբերումը դարձել է ավելի մատչելի։ Այսինքն պատկերացնում եք, եթե առաջ դա գնում էին, ձեռք էին բերում, հիմա դա ավելի դարձել է մատչելի, որտեղ սոցիալական ցանցերը բավականին աշխատանքը ավելի հեշտացրել են։ Խնդիրը հիմա այնքան է երիտասարդացել, որ խնդիրին բախվում են մեր դեռահասները ավագ դպրոցներից։ Ինչ է կախվածությունը? Անգիտակցական ցանկություն կտրվել իրական կյանքից եւ տեղափոխվել մի այլ իրականություն։ Այս հիվանդությունը, որը կոչվում է կախվածություն, շատ զարգացող է, պրոգրեսիվ, քրոնիկական եւ մահացու։ Երբեք ոչ մի կախվածություն միանգամից չի առաջանում։ Լինում է առաջի փորձ, հետո երկրորդ փորձ, հետո շրջապատում փորձ, հետո չափաբաժիններն աշատանում, հետո վերահսկողությունից կորումը եւ դառնում է հիվանդությունը կախվածություն։ Հիվանդությունը պրոգրեսիվ է, որովհետեւ ինքը շատ ագրեսիվ է, ինքը շատ արագ է։ Մեկ անգամ օգտագործելու դեպքում ինքը առաջանա հոգեբանական կախվածություն։ Հոգեբանական կախվածությունը գիտեք, որ ես ուզում եմ նորից ապրել այդ ամեն ինչը։ Իսկ ֆիզիկական կախվածությունը ոչ թե ես ուզում եմ, ես էլ չեմ կարող, մարմինս ուզում է։ Ձեր դեռահասը երբեք միանգամից կախվածության կրող չի դառնալու։ Մարդը ունի խնդիր, որտեղ ոնց որ ես սկզբում ասեցի, անգիտակցական կյանքից տեղափոխվում է մի այլ իրականություն։ Ինչի պատճառով սրանք խնդիրներն են։ Ագրեսիա, բարկություն, միայնակություն, տագնապ, խռով։ Ես ասում եմ թմրանյութ, դուք պատկերացեք, թե թմրանյութ կլինի, թե ալկոհոլ կլինի, թե խաղային կախվածություն։ Այսինքն մի բան, որը քեզ այս իրական միջավայրից ֆիզիկապես մնում ես նույն տեղը, բայց դու փախուստ ես կատարում, այնտեղ դու լավ տղա ես, այնտեղ դու լավ աղջիկ ես, այնտեղ դու գերջ ես, այնտեղ դու քո արտաքինահադուր ես գալի, դու քեզ բուլինգի չես ենթարկվում։ Տեսեք մանկության տարիների խնդիրներ, անապահովության զգացում, մեղքի զգացումներ եւ նաեւ դպրոցում կատարվող բուլինգը։ Այն երեխաները, որոնք եղել են միշտ տվերում, ուսուցիչի կողմից չեն սիրված եղել, ծնողների ընտանիք մոտ այդքան չեն ունեցել սիրո բավականարիք են ունեցել, շրջապատ դպրոց բակ չեն ունեցել, իրանց երազած երիտասարդ դեռահասը դառնում են օգտագործելուց հետո։ Սկզբում օգտագործում են, որտեղ իրանց լավ է, հետո օգտագործում են, որտեղ էլ չեն կարող չօգտագործել։ Սա հիվանդություն է, որը կապ չունի մարդու կամքի հետ։ Թմրանյութը օգտագործում է այդ բանին իրան լավ է, խաղային կախվածությունը, որ խաղային կախվածությամբ է տարապում, խաղալու process-ից է իրան լավ զգում, հետո իրան ատում է։ 1951 թվականին այս հիվանդությունը առողջապահության կողմից դասակարգվել է ծանր հիվանդությունների շարքում։ Այս ծանր հիվանդությունը հիմնականում վնասում է կենսաբանական, սոցիալական, հոգեբանական ոլորտները։ Այսինքն նաև կզգաք, կենսաբանական դա ֆիզիկական խնդիրներ առաջացնում երեխայի մոտ, ֆիզիկական խնդիրը նաև այն անքնությունից։ Զգում եք, որ ինքը քնում է կամ չի քնում երեխան, սննդի հետ խանգարումներ ունի, անհագ ցանկություն է ունենում ուտելու կամ 2-3 օր զգում եք երեխան ընդհանրապես ախորժակի բացակայություն է, որ կապություն է լինում, ինքը կարա օրերով քնի կամ հակառակը նկատում եք, որ երեխան ընդհանրապես չի քնում։ Սոցիալական խնդիրները, որ զգում եք ձեր երեխան դպրոցական տարիներին կամ միջին դպրոցում ուներ ընկերներ, որոնց հետ շատ լավ շփվում էր, հիմա սկսել է չշփվել։ Այսինքն ընկերներ չունի, շրջապատում հայտնվել են նոր ընկերներ։ Եւ նաեւ հոգեբանական խնդիրներ են առաջացնում եւ հոգեվոր, այսինքն հավատ, կարժեքներ, հայրենիք, ոչ մի բան ամեն ինչ զրոյանում է։ Քիմիական կախվածության պատճառներն են սա ժառանգականության ֆակտորը, մանկությունից եկող տրավմաները, սոցիալական խնդիրները, ստրեսը եւ խառնվածքը։ Ամենաշատ
կախվածությունը առաջանում է ծխախոտից։ Թվում է, թե ինքը ավելի անվնաս է թմրանյութերի եւ ալկոհոլի հետ։ Ամենաշատ օգտագործողը դա 1/3 օգտագործողներից 100-ից 1/3-ը դառնում է կախվածության կրողը։ Պետք է տեղեկացված լինեք, որ ոնց օգնեք, որտեղ ինքը տարածված է ոնց որ համաճարակ լինի։ Աղջիկ թե տղա, այս խնդիրը չի նայում։ Ոչ աղջիկ տղա, ոչ սոցիալական կարգավիճակ, ոչ երկիր, ինքը նույն հավասար չափով գնում է։ Այս դեռահասության փուլը շատ դժվար է, որովհետև ինչ է անում, երեխան զարգանում է, մտնում է հասուն կյանք։ Պահավատացեք, իրանք վախենում են։ Իրանք վախենում են պատասխանատվությունից, իրանք վախենում են այս կյանքում ապրելուց։ Շատ կարևոր է, որ ուսուցիչ եւ ծնող շատ սերտ համագործակցություն պետք է ունենան։